Այժմ նախագահ Սարգսյանի Շիրակի մարզ աշխատանքային այցի մասին տեսանյութը։ Հիշեցնեմ, որ այսօր հանրապետության ղեկավարը եղել է Ախուրյան համայնքում, Գյումրի Մուշ 2 եւ Անի թաղամասերում, ծանոթացել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման 2008-2012 թվականների ծրագրերի շրջանակում իրականացված եւ ընթացիկ աշխատանքներին։ Հանրապետության ղեկավարն այցելել է նաեւ Գյումրիի բժշկական կենտրոն, շրջայց է կատարել կառուցվող հիվանդանոցում։ Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահն այցելել է նաև հարևանությամբ գտնվող Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց, շրջել բուժհաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու առկա խնդիրներին։ Զարգացման գոտում ավարտին է մոտենում նաև բնակարանաշինության պետական ծրագրի երկրորդ փուլը։ Շինաշխատանքները մեկնարկել են 2011 թվականի մայիսին եւ կավարտվեն այս տարեվերջին։ Ընդհանուր առմամբ Գյումրիում կառուցվում է 1756 բնակարան, 33 շենք Մուշում եւ 5 շենք Անի թաղամասում։ 104 բնակարան էլ կառուցվում է Ախուրյան համայնքում։ Կառուցվող շենքերի բնակ պայմաններից եւ շինարարության որակից նախագահ Սարգսյանը հետաքրքրվեց հենց համայնքի բնակիչներից։ Անկեղծորեն բոլոր դեպքերում ուզում եմ ներողություն խնդրել, որ ես 20 տարուց երկար ժամանակ ստիպեցին, որ սպասեք։ Ոչինչ, լավ է, ուշ կան երբեք։ Մենք հիմա կստանա, մենք շատ սպասելիքներ ունենք ձեզանց հարգաժան նախագահի, հույս ունենք, որ իրականանանք, այո, շնորհակալություն։ Աշխատել եմ, որպեսզի կարողանանք հնարավորինս անել հետևացնելու դեպի։ Շնորհակալություն։ Իսկ հետո էլ ավելի մեծ հաջողություններ։ Շնորհակալություն։ Մի շատ ուրախ ենք, որ արդեն սարքենք կուտան։ Հույսերով ապրող 23 տարի արդեն մեր պրեզիդենտը, մեր ղեկավարությունը լավ է, հետաքրքրով սարքեց շատ գոհ շնորհակալ ենք։ Նախագահը եղավ նաև Մուշ 2 եւ Անի թաղամասերում 1-ից 4 սենյականոց, 4 հարկանի բնակելիները ծրագրի պատասխանատուների խոսքով համապատասխանում են քաղաքաշինության ժամանակակից նորմերին եւ ունեն առնվազն 9 բալ սեյսմակայունություն։ Մուշ 2 թաղամասի շահառուներն ի դեպ հանրապետության նախագահի հանձնարարականով բացառիկ հնարավորությամբ կընտրեն նաև սանհանգույցի ներքին հարդարման երանգները։ Բացի բնակելի շենքերից լինելու են ասֆալտապատ տարածքա լինելու, կանաչապատ եւ արտաքին լուսավորությամբ։ Մուշ 2-ում կառուցվում է նաև 1080 աշակերտական տեղով նոր դպրոց, որն իր դռները կբացի ուսումնական նոր տարեսկզբի։ Աշխատանքային այցի ավարտին խորհրդակցություն մարզպետարանում երկրի ղեկավարը հստակ հանձնարարականներ տվեց բնակարանաշինության հետ կապված խնդիրների մասով։ Անօթևանների խնդիրը պետք է լուծվի հիմնովին եւ լուծվի հիմնականում նորակառույցների հատկացման տարբերակով։ 80-90%-ով հարցը լուծվում է 2012 թվականին, այսինքն այս տարի 80-ից 90%-ով լուծվելու է ուրեմն անօթևանների խնդիրը։ Ինչ մնում է այդ 400-500 ընտանիքների հարցը, շինարարությունը սկսվելու է եւս այս տարի եւ 2013 թվականին մնացածը նորից բնակարանամուտ տոնելու է։ Լուսինե Մկրտչյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական, Գյումրի։